Ողջունում եմ բոլորիդ եւ այդ թվում նաեւ մեր ընտրողներին, որ այսօր այս պատերից դուրս ուշի ուշով հետևում են այն, ինչ այստեղ կատարվում է եւ ոչ եզակի անգամ։ Ողջունում եմ ընտրողներիս 1 միլիոնից մանդատ են տվել մեզ 65-ից լուրջ սպասելիքներով, որ այստեղ գործնական ինչ-որ բաներ տեղի կունենա։ Մի բառից աստվեցինք, բայց ես ուզում եմ ասեմ, բերեք շոուի չվերածենք։ Իսկապես մեր աշխատանքի 90%-ը կարելի է այդպես վերագրել, եւ դա հատուկ նպատակ ունի, բոլորս լավ հասկանում ենք։ Ուրեմն ես իհարկե իմ ծննդաբանությունից չեմ խոսի։ Ես մի փոքր կխոսեմ իմ գործունեությունից։ Եվ այս ելույթս ճիշտն ասած ծնվեց իմ հայտարարագիր ներկայացնելուց, երբ որ հայտարարագրի մեջ ես նշում էի բարեկամներիս, ամուսնուս բարեկամների տվյալները եւ պարզվեց, որ 90% ինձ համար չէ, հայտարարագրողի, ով ինձ օգնում էր քարտուղարի, երկրում չեն, ԱՄՆ-ում են բնակվում մեծ մասը եւ հարց տրվեց ինձ։ Տիկին Բլեջանց, դուք ինչ եք անում այստեղ։ Ես դրա հստակ պատասխանը ունեմ։ Ես իմ հայրենիքը սիրում եմ։ Ես իմ ազգը սիրում եմ։ Եվ երբեք թեև եղել եմ շատ երկրներում, ինչ-որ կարճատև ժամանակ ապրել եմ տարբեր երկրներում, բայց ես հասկացել եմ, որ իմը իմ հայրն է, իմը իմ ժողովուրդն է, իմը իմ հայրենիքն է, ինչպիսին որ կա, իմն է։ Եվ ես այստեղ հասկացա, որ գիտեք, այստեղ գտնվողներից առնվազն մեծամասնությունը պետք է շարժառիթը հայրենիքը սիրելը լինի, որ մենք այստեղ ենք հայտնվել։ Հային, Հայաստանը սիրելը լինի։ Կներեք, որ հռետորաբանն է հնչում այսօրվա իմ խոսքը, բայց այսպես է, սպասելիքներս այդպիսին է բոլորիցս։ Հայրենասիրությունը գիտեք մաշկի վրա չի, որ ինձ հայրենիքը լավ բան արեց, կսիրեմ։ Հայրենիքը գրպանում չէ, որ իմ գրպանը հաստացնի, լայնացնի, ես ունենամ եւ սիրեմ իմ հայրենիքը։ Բերեք բոլորս այսպես նայենք։ Այսօր մեղադրանքներ են հնչում, որ ինչու չեք արել 7 տարի է։ Այսօր իշխանությունը սառցե հատի դեր է կատարում։ Բոլոր այս խանգարիչներով, բոլոր այս հանդիմանությունների եւ շատ լուրջ խոչընդոտների միջով ճեղքելով է գնում իշխանությունը։ Եվ այսքանին էլ որ հասել ենք, շատ լավ է։ Էլի ունենք անելու իհարկե։ Բավարարված չենք, բայց մեծ դժվարություններով կատարվում, ինչ որ կատարվում է։ Ես սիրում եմ իմ խոսքի մեջ գովասանք հնչեցնել։ Բավական է մենք իրար դատապարտենք, շատ կոշտ ձևերով, շատ կոշտ բառերով, որովհետև չպետք է մոռանանք, որ այս պատերից դուրս մեզ նայում է մեր ընտրողը եւ նայում են շատ շատեր, ովքեր ուղղակի հրճվում եւ ծիծաղում են այս ամեն ինչի վրա։ Ուրեմն 5 շաբթի օրը ես իմ առաջին հանդիպումայցը ունեցա մեր Արաբկիր վարչական շրջանում բաց դռների օրեր հանդիպում բնակիչների հետ։ Պատկերացրեք մարդիկ գրանցվել եւ եկել են հատուկ գոհունակություն հայտնելու, շնորհակալություն հայտնելու համար։ Եվ սա շինծու չէ, սա կեղծ չէ։ Մարդիկ եկել են անկեղծ գոհանալու են գործերի համար, որ բնակիչներին թաղապետարանը մատուցել է։ Մեկ շենք, համատիրության շենք, մուտքը վերանորոգվել է, վերելակը վերանորոգվել է, լուր լուսամուտները փոխվել են։ Եվ ինչու չգոհանանք, այսուհետև ես որոշում եմ կայացրել խոսքս ու մյուս վարչական շրջաններ էլ անպայման պետք է այցելեմ, որպեսզի այս գոհունակության խոսքը լինի։ Ինչու նկատենք բացասականը, եթե շատ գնահատելու եւ խոսելու բաներ ունենք այստեղ։ Շնորհակալ եմ։